Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գյումրու հայորդյաց տունը վերահաստատելով իր մշակութային, կրթական ու դաստիարակչական առաքելությունը հանդես եկավ վառ ու տպավորիչ հաշվետու համերգով։ Սկզբունքը մերժել ցանկացած անճաշակություն եւ անկիրթ միջամտություն մեր գործունեության մեջ, ինչի համար նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ թիմին։ Այս միջոցառումը ոչ միայն ամփոփեց անցնող տարվա գործունեությունը, այլ նաեւ եւս մեկ անգամ նշանավորեց 10-ամյա գործունեության բեղուն էջերը։ Հպարտ եմ, որ ի սկզբանե որդեգրած ճանապարհից ոչ մի վայրկյան չենք շեղվել, որ հավատարիմ ենք մնացել հայրենական ակունքներին, բայց մշտապես մատը պահել ենք համաշխարհային մշակութային զարկերակի վրա։ Բեմում հայորդյաց տան երգչախումբն ու տարբեր պարային համույթներն են ներկայացնում են եւ ազգային եւ ժամանակակից ուղղության պարային կատարումներ։ Այդ խմբերից շատերի անցած ուղու եւ կայացման հարցում հայորդյաց տունն իր մեծ լուման ունի։ Երբ երեխայով սկսեցինք խումբը, չէինք պատկերացնում, որ պետք է շատ լավ երգչախումբ ունենանք մի օր։ Հայորդյաց տունը մեր տունն է։ Հայորդյաց տունը ընդհանրապես քաղաքի համար կարևոր գույն է եւ իր շենքային պայմանները ապահովում է, որ երեխաները կարողանան ճիշտ գրագետ կրթություն ստանան։ Մշակութային ճաշակ թելադրող այս կառույցում դեռ 3 տարի առաջ սկսեց արմատավորվել նաև պրոֆեսիոնալ թատերական մշակույթը։ Բազում ներկայացումներ ունենք, շատ ներկայացումներ իմ իսկ գրված պիեսի հիման վրա է բեմադրվել եւ այստեղ սովորում են թատերական դասարանում եւ բեմական խոսք եւ վարպետություն եւ էթիկա եւ ստեղծագործական հոգեբանություն։ Քանդակի եւ նկարչության դասարաններն էլ ներկայացան հետաքրքիր ցուցադրությամբ։ Միջոցառումն առանձնացավ ոչ միայն մշակութային ելույթներով, այլև սպորտային հաջողությունների ճանաչմամբ այստեղ գործող ձյուդոյի, կարատեի եւ գեղարվեստական մարմնամարզության խմբերը վերջին տարիներին բազմաթիվ հաջողություններ են գրանցել հանրապետական եւ միջազգային հարթակներում։ Ձյուդոյի Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիրներ, կարատեի դասարանում ունենք մեծ հաջողություններ, կրկին եւ Եվրոպայի եւ հայաստանյան առաջնություններ, նույնը գեղարվեստական մարմնամարզության դասանում 3 օրինակ Վրաստանի Թելավի քաղաքում կայացած մրցույթում մեր սաները նվաճեցին առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակներ։ Հայորդյաց տան կայացման եւ զարգացման գործընթացում առանցքային է եղել Աստղիկ Գետիկարյանի սերն ու նվիրումը։ Դրան գումարվել են համագործակցությունների համակարգված եւ նպատակաուղղված զարգացումը։ Դելտա Տելեկոմ ընկերությունը, Ցայք, Շանթ հեռուստաընկերությունները, երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, Աղուրյան Կոպշինը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը, եթե որևէ մեկին մոռացա, թող ինձ ներեն։ Այս համագործակցությունների շարքում առանձնահատուկ է նաև Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ներկայությունը, որը վերջին տարիներին իր տաքուկ անկյունն է գտել հայորդյաց տան պատերի ներսում։ Ուտային կյանքում քաղաքի, ես ասեմ, ամենակարևորը, ամենամեծ նշանակությունը, որին ես տալիս եմ, դա փոքրիկների զբաղվածությունն է, ոչ միայն փոքրիկների, մինչև միջին տարիքի եւ բարձր երեխաները այսօր շատ մեծ սիրով են հաճախում հայորդյաց տուն։ Հայորդյաց տունը ակտիվորեն աշխատել է տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ, ստեղծելով մի դաշտ, որտեղ երեխաներն ու պատանիները հնարավորություն ունեն բազմակողմանի զարգացման։ Այս 10 տարիների ընթացքում հայորդյաց տանը ամենատարբեր խմբակներում կրթվել եւ շատ հետաքրքիր ձեռագիր եւ իրենց տնօրենի եւ ուսուցիչների շնորհիվ ստացել են հարյուրավոր սաներ, ինչը բնականաբար շատ կարեւոր գրանցում է քաղաքի մշակութային կյանքի համար։ Այստեղ ձևավորվել է մի համայնք, որը սնվում է ազգային արժեքներից, գիտակցում է ինքնության կարևորությունը եւ քայլում ժամանակի պահանջներին համընթաց առանց կտրվելու ակունքներից։ Հայաստանի չեմպիոն եմ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր անցած տարի։ Պարանքները շատ լավ է, արտասում եք նոր մրցումների։ Ես այսօր շատ լավ տրամադրությամբ եմ եկել, քանի որ ես հայորդյաց տանն եմ ապրում եւ իմ համար մեծ պատիվ է այստեղ համերգ տալը։ Հայորդյաց տունը եւ ընդհանրապես էտուդ ստուդիան ինձ հնարավորություն է տվել ազատվել բոլոր այդ կոմպլեքսներից, որոնք ես ունեի առաջ։ Հայորդյաց տունը այսօր էլ մնում է հավատարիմ իր սկզբունքներին, հոգատարությամբ պահելով պորտալարը, որը միացնում է սերունդներին իրենց ազգային ինքնությանը, լեզվին, մշակույթին եւ արժեհամակարգին։ Հավատարիմ մնալ հայրենական ակունքներին,
ամուր պինդ կպած մեր պորտալարին ու թող որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է կտրել այդ կապը։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։